Այս պահին խորհրդարանում անցկացվում է հանդիպում գների կարգավորման հարցով դեղատնային ցանցերի և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Զրույցը ընթանում է շուկայի կառուցվածքի գների ձևավորման շղթայի և ոլորտի գործառնական գործընթացների վերաբերյալ։ Հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել առկա իրավիճակը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի բնակչությունն ունենա հասանելիություն բարձրորակ դեղամիջոցների և միաժամանակ գները լինեն ընդունելի բոլոր քաղաքացիների համար։ Վրաստանի ուղղափառ եկեղեցու 142-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ կրկին շարունակվում են քաղաքական գնահատականները։ Իշխող թիմում որոշ ընդդիմադիր խմբերի ակտիվացումը այս ուղղությամբ բացատրում են քաղաքական պատճառներով։ Նրանց խոսքով եկեղեցու շուրջ քննարկումները նպատակաուղղված արշավի մաս են և որոշ խմբեր փորձում են պառակտում մտցնել ինչպես հասարակությունում, այնպես էլ պատրիարքարանում։ Ընդդիմության մի մասի խոսքով ցանկացած անձի կողմից սինոդի գործունեությանը և որոշումներին միջամտելն անընդունելի է։ Բզենի հատման վերահսկողությունը խստացվում է։ Բզենի կտրելը, արմատախիլ անելը կամ ճյուղերը վնասելը պատժելի գործողություն է։ Պատժամիջոցի չափն այժմ ավելացվել է և նախատեսում է մինչև 500-ից 2000 լարի տուգանք։ Այն դեպքում, եթե շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցում է 1000 լարին, գործին տրվում է քրեական որակավորում։ Ազգային անտառային գործակալության տեղեկացմամբ բզենի ձեռքբերումը թույլատրվում է միայն մասնավոր սեփականության մեջ գտնվող տնկարաններից և արհեստականորեն ստեղծված պլանտացիաներից տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա։ Երուսաղեմում հարության տաճարում տարբեր դավանանքների ներկայացուցիչներին կտրվի աղոթելու իրավունք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարությունը քննադատական գնահատականներից հետո։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանը բալիստիկ հրթիռներով մի քանի անգամ հարվածել է Երուսաղեմի 3 մոնոթեիստական կրոնների սրբավայրերին և հարվածներից մեկի ժամանակ հրթիռի բեկորները ընկել են հարության տաճարից մի քանի մետր հեռավորության վրա։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է լատին պատրիարքին հարության տաճար տրամադրել լիովին և անհապաղ հասանելիություն։ Մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Իսրայելի ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են Երուսաղեմի լատին պատրիարքին և Սուրբ Հողի պահապան հայր Ֆրանչեսկո Իելպոյին մուտք գործել տաճար և կատարել արարողություն։ Իրանի հետ բանակցությունները ընթանում են հաջողությամբ, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով Իրանը համաձայնել է Պակիստանի միջոցով փոխանցված խաղաղության ծրագրի 15 կետերից մեծ մասի հետ։ Նա նաև նշել է, որ որպես հարգանքի նշան Իրանը թույլատրել է նավթով բեռնված 20 նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Թրամփը ուշադրություն է դարձրել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ համաձայնության անհրաժեշտության վրա, սակայն նշել է, որ Թեհրանը միշտ չէ, որ վստահելի կողմ է։ Ինչպես Միացյալ Նահանգների նախագահն է պարզաբանել, չի խոչընդոտի Կուբային նավթի մատակարարումը, այդ թվում Ռուսաստանից։ Դոնալդ Թրամփը քննադատել է նաև Կուբայի իշխանություններին և նշել, որ երկրի ռեժիմը կընկնի։ Իսլամաբադում վարվել են բանակցություններ Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների միջև։ Քննարկվել են Հորմուզի նեղուցում բացման վերաբերյալ առաջարկները, որոնք ուղարկվել են Միացյալ Նահանգներին։ Աղբյուրների պարզաբանմամբ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան մատնանշում են ստեղծել ընդհանուր կոնսորցիում նեղուցում փոխադրումների կառավարման համար և նաև Պակիստանին են առաջարկում մասնակցել դրանում, սակայն աղբյուրը նշում է, որ նա պաշտոնական հրավեր չի ստացել և չի պատրաստվում անդամակցել։ Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ Իրանի կողմից Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի ռազմական բազայի վրա հարվածի իրականացումից մի քանի օր առաջ Ռուսաստանը այդ օբյեկտը 3 անգամ նկարահանել է հետախուզական արբանյակներով։ Մասնավորապես ռուսական արբանյակները Սաուդյան Արաբիայում Պրինց Սուլթանի անվան ավիաբազան նկարահանել են մարտի 20-ին, 23-ին և 25-ին։ Իսկ մարտի 26-ին Իրանը հարվածել է այդ բազային, ինչի հետևանքով վիրավորվել է 12 ամերիկացի զինծառայող։ NBC News-ը նշում է, որ Վոլոդիմիր Զելենսկին չի ներկայացրել ռուսական արբանյակին նկարահանումների վերաբերյալ ապացույցներ և ոչ էլ այն մասին է զրուցել, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել Ուկրաինային։ Սահմանը ապօրինի հատելու փաստով Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող 2 անձի է ձերբակալել սահմանապահ ոստիկանությունը։ Նրանք օտար երկրի քաղաքացիներ են։ Հետաքննության տեղեկությամբ մեղադրյալներից մեկը բեռնատար մեքենայում թաքցնելով մյուսին, նրան Թուրքիայից բերել է շրջանցելով սահմանային վերահսկող անցակետը։ Ձերբակալվածների նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը։
Ռուսթավիում 800 տեղահանված ընտանիք կստանա նոր բնակարաններ։ Այդ նպատակով քաղաքում ընթանում է ժամանակակից չափանիշներով 4 շենքի կառուցում։ Նախագիծը նախատեսում է բնակելի համալիրի տարածքում մարզադաշտի, մանկական խաղահրապարակի և մարզական տարածքների կառուցում։ Շինարարությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից և դրա արժեքը մինչև 81 միլիոն լարի է։ Տեղեկությունը տարածում է առողջապահության նախարարությունը։ Վրաստանը 2-0 հաշվով հաղթել է Լիտվային։ Ազգային հավաքականը հաղթել է պատմական 100-րդ խաղը։ Երկու գոլերի հեղինակն է եղել Գեորգի Միքաուտաձեն, որը դեռ դիպուկ իրացրել է իր վաստակած 11 մետրանոցը, իսկ 84-րդ րոպեին Նիկա Գագնիձեի փոխանցումից հետո ամրագրել է վերջնական հաշիվը։ Հաջորդ հանդիպումը կկայանա արդեն հունիսի 2-ին Ռումինիայի հետ։